21-ամյա Էլենն է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտ։ Որոշել է սպա դառնալ ու կյանքը նվիրել մեր սահմանների պաշտպանությանը։ Նախքան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ընդունվելը սովորել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այնտեղ ստանալով նախնական գիտելիքները եւ պատկերացում զինվորական կյանքի մասին, հստակ որոշում եմ կայացրել դառնալ զինվորական։ Սկզբնական շրջանում դժվարությունը ընտանիքից հեռու գտնվելն է, չնայած որ վարժարանում փոքրիշ կոփվել էինք այդ առումով, բայց այստեղի հնարավորությունը ավելի սահմանափակ է տուն գնալու, ժամանակ առ ժամանակ չի հաջողվում տուն գնալ ժամանակի սղության պատճառով։ Հիմնական խնդիրը, հիմնական դժվարությունը դա էր, որ ընտանիքից հեռու ես ու արդեն երկար ժամանակ։ Ընտանիքին աղջկա զինվորական դառնալու որոշումն անակնկալի է բերել։ Որպես այդպիսին իմ ընտանիքի անդամներից ոչ ոք զինվորական չի, անգամ հարազատների մեջ զինվորական չունենք, ես առաջինն եմ։ Սկզբնական շրջանում շատ դեմ էին, այնուհետև մեկ անգամ համազգեստով տեսնելուց հետո ոչ մի խոսակցություն։ Արդեն թե ընտանիքիս անդամները, թե հարազատները համակերպվել են այդ մտքի հետ, անգամ հպարտանում են եւ քաջալերում ինձ։ 18-ամյա Լյուբայի տան անդամները նույնպես ընդդիմացել են։ 2020 թվականի պատերազմից հետո ոգեշնչվել եմ ու որոշել եմ ընտրել այս ուղին։ Իմ անձնական որոշումն է, շատ եմ պայքարել դեռ այս որոշման համար։ Դեռևս 4 տարի առաջվանից սովորել եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Ընտանիքս սկզբում դեմ էր, կողմ էր միայն հայրս եւ տատիկս մորական կողմից, ավելի շատ ոգեշնչողը իրանք էին ինձ։ Գտնում էին, որ աղջիկը գործ չի ու դժվար աղջիկը այս ոլորտում ինչ-որ հաջողություններ ունենա։ Լյուբան վերջին անգամ ծնողներին տեսել է իր ծննդյան օրը։ Իմ համար ամենադժվարը եղել է ընտանիքիցս հեռու գտնվելը, իսկ հետո որ սկսում ես համակերպվել, սկսում ես շփվել ընկերներիդ հետ ու ավելի շատ ցրվում է այդ ամեն ինչը։ Դժվար է եղել սկզբի 1 շաբաթը, իսկ հետո հարմարվում ես ու սկսում ես քո գործը սիրով կատարել։ Ակադեմիայում սովորող աղջիկներին հաճախ են ասում. ամուսնացեք, երեխա ունեցեք, բանակը կանանց տեղը չէ։ Մեկը հենց պատերազմի ժամանակ մենք ունեցել ենք բազմաթիվ հերոս կանայք, ովքեր իրենց քաջությամբ աչքի են ընկել։ Տեսնելով պատերազմի ժամանակ կանանց դերը մարտում, կարող եմ նշել, որ կանայք ոչ պակաս դեր ունեն, քան տղամարդիկ բանակում։ Կնշեմ հայտնի խոսքը առյուծն առյուծ է, աղջիկ թե տղա, եւ ես այդ մտածելակերպով շարժվում եմ առաջ։ Ինձ համար կապ չունի սեռը, կա հայրենիք եւ կա անհրաժեշտություն։